Ժողովուրդ օրաթերթը գրում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտգործնախարարությունն ու քննչական կոմիտեն արձագանքել են ժողովրդի հարցումներին։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։ Ի պատասխան մեր հարցման քննչական կոմիտեից ժողովուրդ օրաթերթին տեղեկացրին, որ անձի մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստաբանը պնդում է, որ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել, իսկ ռուսական մամուլը գրել էր պարտքի վերաբերյալ խնդիրների մասին։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ, բայց ամեն դեպքում Բորիս Ավագյանի մահը շատ առեղծվածային էր։ Հրապարակ թերթը գրում է նախորդին պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանն ու Հայաստան դաշինքից Իշխան Սաղաթելյանը հանդիպել են քննարկել անելիքները իմպիչմենթի գործընթացի հետ կապված։ Պատիվ ունեմը Հայաստանին էր փոխանցել ձևաթուղթը, սակայն քանի որ որոշ падգամավորներ ԵԽԽՖ-ում գործուղման էին, 3-ից 4 հոգի դեռ չի ստորագրել։ Այնուհանդերձ երկու ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն։ Երկու ձայն պակասում է նախագիծը շրջանառելու համար։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պահանջներ ունեն, առաջարկում են նախ 4 ուժերի միջև իշխանության հստակ բաժանում անել, որ հետո բոլորը պաշտոններ ստանան։ Մեզ ասացին, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում։ Տիգրան Աբրամյանին հարցրինք, ինչ են պատասխանել Աղազարյանին, մենք որևէ մեկի այդ պաշտոնների հետ կապված քննարկում չենք իրականացրել, որովհետև գործընթացի հիմքում ոչ թե պաշտոններն են, այլ իշխանությունների շուտապույտ հեռացման ծրագիրը, ասաց Աբրամյանը։ Իրավունք թերթը գրում է նախորդին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը ազատման դիմում գրելու մասին հայտարարությամբ հանդես եկավ։ Ավինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն պատճառներից մեկն այն է, որ խոսնակը չափազանց բաց, պատրաստակամ ու օբյեկտիվ էր աշխատում ընդդիմադիր լրատվամիջոցների հետ, ինչը վերջին շրջանում հունիցանում էր քաղաքապետին։ Իրանց տերերը առավոտից իրիկուն հորս քլնգեն դու ջանջիգերով ինտերվյուներ կազմակերպես, հա, չեղավ խելքդ գլուխդ հավաքի կամ։ Հայկ Կոստանյանը փաստացի ընտրեց կամը ազատման դիմում ներկայացնելով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովի падգամավոր ԿՊԱ-ական Քրիստինե Պողոսյանը ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հաստատեց երեկ մեր կողմից հրապարակված տեղեկությունը այն մասին, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի 210 էջանոց զեկույցը հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի տեսել, դրան չի ծանոթացել։ Իհարկե Անդրանիկ Քոչարյանը երեկ լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց, թե 2023 թվականին բոլորին ուղարկվել է զեկույցը, սակայն հանձնաժողովի 11 անդամների մեծ մասը ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հավաստում են, որ զեկույցը չեն տեսել։ Ժողովուրդ օրաթերթը երեք գրավոր հարցեր ուղարկեց ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Քրիստինե Պողոսյանին, ազգային ժողովի նախկին падգամավոր Վիլեն Գաբրելյանին։ Արդյոք դուք ստացել եք զեկույցը, կարդացել եք այն։ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց, ես պարբերաբար խնդրել եմ տրամադրել ինձ զեկույցը դրա բովանդակությանը ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ զեկույցը պատրաստման փուլում է, պատրաստ լինելուն պես կծանոթանաք։ Սեպտեմբերին ինձ փոխանցեցին, որ ստորագրեմ, հետո կծանոթանամ։ Ես հրաժարվեցի ստորագրել զեկույցը։ Այսպիսով պարզվում է, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հանձնաժողովի անդամներին զրկել է հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից, այլև զեկույցը թաքցրել է հենց այն մարդկանցից, որոնք պետք է լինեին դրա կազմման աշխատանքների մասնակիցը։ Սա ազգային ժողովի կանոնակարգի կոպիտ խախտում է, որը պետք է ունենա իրավական հետևանքներ։ Հրապարակ թերթը գրում է Վարդան Ղուկասյանի հասցեին 3 սպառնալից հայտարարություններ հնչեցին։ Փաշինյանը պատասխանելով Գյումրեցի падգամավոր Կարեն Սարոխանյանի հարցին սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից։ Թերևս մտադիր են քրգործ հարուցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարության համար։ Սարոխանյանին հարցրին, ինչպես են Գյումրու ընտրված համայնքապետին դուրս շպրտելու։ Դա կարվի սահմանադրական օրենքով նախատեսված ձևերով որպես ժողովրդավարական երկիր, նշեց Սարոխանյանը։ Ակնհայտ է, որ գործի է դրվել Փաշինյանի սիրելի քրեական մահակը եւ իշխանություն խլելու սցենարն են կիրառելու։
Հրապարակ թերթը գրում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված հանգուցալուծումը կարծես գտնվել է այն կքննվի փակ լսումների ֆորմատով, ինչից հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գոհ չէ եւ պնդում է, որ ժամկետների խախտում չկա, ազգային ժողովի նախագահը պարտավոր է զեկույցը կանոնակարգ օրենքի համաձայն մտցնել լիագումար նիստերի օրակարգ։ Ազգային ժողովի նախագահն էլ պնդում է, որ ստացել է ազգային ժողովի իրավական վարչության եւ քարտուղարության եզրակացությունները, համաձայն որոնց խախտվել են ժամկետները։ Քննիչ հանձնաժողովը ձևավորվել է 2022 թվականի փետրվարին, իսկ 2023-ի նոյեմբերին երրորդ ժամկետն են երկարաձգել, չնայած այն ժամանակ Հայաստան դաշինքը հարց էր բարձրացրել, որ հանձնաժողովը 23 թվականի օգոստոսի 11-ից ի վեր այլևս լեգիտիմ չէ եւ ազգային ժողովի նախագահը պետք է հայտարարությամբ հանդես գա ու դադարեցնի դրա գործունեությունը։